Ահա գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում 7 տարիների ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ է սարի այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ առել։ Այդ ինչպես եթե ռազմական բյուջեն կրճատել է, հավատում եք։ Աղջիկս ես ոչ մեկին էլ չեմ հավատում, ինչ էլ լսում եմ սուտ հա։ Իրականություն չեմ տենում, որ տենամ կասեմ հա, էլ է, ես ո՞ս կարամ ասեմ։ Ես չեմ հավատում։ Ոչ հիմիկվա, ոչ գալացող, ոչ մեկին էլ չեմ հավատում։ Ռազմական բյուջեն կրճատվել է, դա փողերը որ գալն է, սա ազգի վրա դրվում, դա հայազն է փակել, դա խապկանք է, դա տոտալ թալան երկրի, տոտալ կոռուպցիա, մենք այսօր տեսնում ենք եկեղեցու դեմ արշավանք է, լրի թուրքական ագենտ է։ Փաշինյանը վերբով կայել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Իրան շատ վաղուց են հավաքագրել իր թիմով հանդես։ Մենք չունենք ոչ արտաքին քաղաքականություն, ոչ ներքին քաղաքականություն, երկիր տանում է կործանման, երկիր տանում է լրիվ բացման Թուրքիային ու Ադրբեջանին։ Իրանք հայակործան քաղաքականություն են վարում, ընդհանրապես։ Չէ։ Ինչ։ Փաշինյանի ասացին էլ ոչ մի բան չի կարելի հավատալ։ Բացառում է։ Փաշինյանը ինքն իրան վարկաբեկում է ինքն իրան։ Խելոք կանի, որ խելոք ձևով հեռանա, սրանից հետո էլ ավելի ինքը չվարկաբեկվի։ Ժողովուրդը սիրում է ինը, հարգում է ինը։ Եթե հեռանա։ Ժողովուրդը հարգում է ինը մարդուն, բայց ինքը իր հարգանքը չպահել։ Եթե ես քեզ հարգում եմ, դու ինձ չես հարգում։ Բանը, ես քեզ կհարգեմ նորից, հա? Դու քո ձեռով հեռացրիր ինձ, հարգանքը կրճատեցիր։ Էս է խնդիրը, ուրիշ բան չկա։ Չեմ հավատում, չեմ բյուջեն կրճատել է, զինվորների պակասեցնել է, բանը ժամկետը ծառայության, բոլորը սխալ քայլեր են։ Այո, պետք է ուժեղացնենք, բայց չեմ տենում։ Եթե ուժեղացնի, մի հատ դրանց վախցնենք, ես կրված մասնակից տղա եմ, ուսումնականների շաշված աղվանստան եմ, մի հատ մինչև դրանց չվախեցնենք, դրանք չեն ներկայացնի։ Այ ես համաձայն եմ, որ ուժեղանա, բայց չերևում, չեմ տեսնում։ Հավատում եք։ Ոչ, Ինչու՞։ բավուր զենք չունենք։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ Զենք չի դու։ Գումար բացարձած է։ Չէ, դա չէ։ Ինչու՞։ Կարող ուրիշ այլ ծախսերի վրա իրականացրություն կարող ասեմ։ Ես մեկը չեմ կարող ասեմ, ես այդ հարցը պատասխանում, որովհետև ուսի չեմ, այս փողերի տեսակետից Հայաստան որից է գումար մտնում, ինչքան գումար է այդում, ինչքան պարկի տակ են ընկնում։ Գիտես այդ գործը ավելի լավ գիտեն այն մարդիկ, որոնք զբաղվում են երկրի պաշտպանությունով։ Եթե կրճատում են, պետք է խելոք մտածել, որովհետև մեր շրջապատը այնպիսի պետությունների հետ ենք, այսօր կրճատումը վերջի տալիս։ Պետք է լավ ուսումնասիրել այդ հարցը։ Չեմ հավատի։ Ճիշտ է, զոհված իմ հայրը։ Արցախի ազատագրման ժամանակ իմ տղաս մոխիր է դարալ երկաթների հետ։ Հիմա էլ թորներս են ծառայում։ Զենքը դե եթե եղալա, ինչու չեն պաշտպանել, մեզ դուրս են արել։ Դե եթե կա մեկ էլ կա, թող պաշտպանելի, մեր հող ազատին գնանք մեր հող։